Շնորհակալություն, Կին Ջուրակյան։ Կարևոր նախաձեռնություն է, բայց մենք պրակտիկայում ինչ ենք տեսել միշտ, որ դիտորդական առաքելության ղեկավարներին քաղաքական ուժերը դիմել են եւ առաջարկել են մարդկանց, որոնք իբրև թե անաչառ դիտորդ են, իրականում սպասարկել են տվյալ քաղաքական ուժի շահերը, որովհետեւ մենք խուսափենք դրանից։ Հնարավոր է, որ օրինակ թե նման առաջարկել է, որ դիտորդական առաքելության ցուցակը հաստատված լինի եւ ավելացնելու իրավունք չունենան։ Այսինքն ընթացքում չկարողանան քաղաքական ուժերի հետ մտնել որոշակի համաձայնությունների դաշտ։ Շնորհակալ եմ։ Պարոն Բագրատյան, նման խնդիր, որ դուք հիմա բարձրաձայնում եք, իսկապես արկա է եւ արկա եղել է տարիներ շարունակ, բայց խոսքը չի վերաբերվում իրական դիտորդական առաքելություններին։ Այլ հարց, որ կան կազմակերպություններ, որոնք ըստ էության դիտորդի շապիկի տակ քաղաքականությամբ են զբաղվում եւ նաեւ այդ խնդիրն է, որ այս նախագծով մենք փորձում ենք լուծել։ Արդյոք հնարավոր է այնպես անել, որ դիտորդների կազմը հավատարմագրված լինի ֆիքսված։ Ես կարծում եմ, որ ոչ, որովհետեւ իրական դիտորդական առաքելությունները նույնպես խոսում են այն մասին, որ իրենց մոտ դիտորդների ցուցակում նաեւ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում եւ հետեւաբար տարբեր ժամկետներ կան թե դիտորդական առաքելության հավատարմագրման որպես կազմակերպություն եւ թե արդեն առանձին դիտորդների այդ դիտորդական առաքելության կազմում հավատարմագրման համար։ Այս պահի դրությամբ գործող կարգավորումների համաձայն դիտորդական առաքելության հավատարմագրման ժամկետն է մի նախադասությամբ ավարտեմ, ոչ ուշ քան ընտրություններից 10 օր առաջ, իսկ առանձին դիտորդների համար, եթե դա լոկալ կազմակերպություն է, ոչ ուշ քան 3 օր առաջ ընտրություններից։ Շնորհակալություն Տիկին Ջուլակյան, արձագանք ունեք, պարոն Բագրատյան, շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։